Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մայիսի 13-ն է։ Ինչպես արդեն հիշում եք, իմ նախորդ տեսանյութերում ես անդրադարձա փոքրիկ Տիգրանիկի առեղծվածային անհետացման հանգամանքներին իմ տեսանյութերով։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ fake էջերից ոմն օգտատեր, որի այդ օգտատիրոջ պրոֆիլի վերնագիրն է Վահագն Ավագյան, իմ տեսանյութի կոմենտներում, մեկնաբանություններում գրել է ինձ ուղղված սպանության սպառնալիքներ եւ ակնհայտ բռնության կոչերը հնչեցրել իմ հասցեին, նշելով, որ անհրաժեշտ ինքը պետք է ինձ կտրտի եւ նմանատիպ անհեթեթություններ է գրել։ Ասեմ, որ ես իմ տեսանյութերում ամենևին էլ որևէ վատ բան չեմ բարձրաձայնել եւ ինձ հայտնի չէ, թե այդ օգտատիրոջ կողմից իմ հասցեն հնչեցված այդ սպանության սպառնալիքները եւ ինձ հասցեագրված այդ բռնության կոչերը, չգիտեմ թե ինչ հանգամանքների հետ են պայմանավորված։ Հիմա ցանկանում եմ հնչեցնել իմ հեռախոսահամարը 077 27 07 38, այսինքն բոլոր այն fake օգտատերերին, ովքեր որ քողարկված սպանության սպառնալիքներ են գրում իմ հասցեին, չգիտեմ ինչու, բոլոր այդ անձանց հորդորում եմ, եթե ունեք այդքան համարձակություն, ապա fake էջերի ետևում մի քողարկվեք եւ եթե այդքան համարձակություն ունեք, զանգահարեք ինձ եւ տղամարդավարի խոսենք, հասկանանք, թե դուք ով եք եւ ինչ դրդապատճառներից ելնելով եք ինձ սպանության սպառնալիքներ տալիս։ Ես վստահ եմ, որ երեխայի անհետացման վերաբերյալ իմ տեսանյութերը դիտում են նաև երեխայի անհետացման հետ կապ ունեցող անձինք։ Ինձ համար ակնհայտ է, որ իմ եթերներից հետո երեխայի անհետացման հետ կապ ունեցող անձինք խուճապի են մատնվում եւ անշուշտ նրանք սխալ թույլ կտան, որն անշուշտ կնպաստի երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված հանգամանքների հանգուցալուծմանը։ Հանգուցալուծումը արդեն շատ մոտ է։ Շուտով ամեն ինչ կպարզվի եւ հանրությունը կիրազեկվի երեխայի առեղծվածային անհետացման հետ կապված բոլոր մանրամասների մասին։ Ինձ անընդհատ տարբեր օգտատերեր գրում են, որ ես իմ YouTube-յան տեսանյութերով, լայքերով ու դիտումներով իբր թե փող եմ աշխատում։ Ստիպված եմ հերքել այդ բարբաջանքներն ու մտածածին եւ առարկայազուրկ զազրախոսությունները։ Տղամարդու պես ասում եմ եւ հավաստիացնում եմ, որ ես այս երեխայի մասին իմ տեսանյութերով ամենևին էլ YouTube-ով փող չեմ աշխատում։ Պարզապես ես խնդիրը բարձրաձայնելու միջոցով եմ փորձում նպաստել երեխայի հայտնաբերմանն ու այս խճճված եւ առեղծվածային պատմության հանգուցալուծմանը։ Խոսքս ուղղում եմ ինձ անհիմն մեղադրող տկարամիտներին։ Միթե կարծում եք, որ ես այնքան ստոր եմ, որ պետք է երեխայի թեման շահարկելով փող աշխատեմ։ Ի տարբերություն ինձ անհիմն մեղադրողների, ես նյութապաշտությամբ չեմ առաջնորդվում։ Ինձ անընդհատ գրում են, թե ես ինչու չեմ մեկնում մարմարիկ որոնողական աշխատանքներին մասնակցելու համար։ Այդ կապակցությամբ պարզաբանում եմ, որ ես բնակվում եմ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, մարմարիկը Ստեփանավանից բավականին հեռու է գտնվում։ Ես ավտոմեքենա չունեմ եւ ես ճանապարհածախս չունեմ Ստեփանավանից մարմարիկ տրանսպորտով մեկնելու, այնուհետև մարմարիկից Ստեփանավան ետ վերադառնալու համար։ Բացի ճանապարհածախսը, մարմարիկում որոնողական աշխատանքներին մասնակցելու համար ինձ անհրաժեշտ է լինելու սնունդ եւ գիշերելու վայր, որը նույնպես ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Հետևաբար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ես չեմ կարող մեկնել մարմարիկ գյուղ եւ այդ պատճառով չեմ կարող մասնակցել որոնողական աշխատանքներին։ Խոսքս ուղղում եմ ազգային անվտանգության ծառայությանը։ Հարգելի ազգային անվտանգության ծառայություն, երկուամյա երեխայի առեղծվածային անհետացման գործով զանգահարել են ինձ եւ ինձ հաղորդել են զարհուրելի տեղեկատվություն։ Ես ձայնագրել եմ այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը եւ պատրաստակամություն եմ հայտնում այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը տրամադրել ազգային անվտանգության ծառայությանը։ Հարգելի ազգային անվտանգության ծառայություն, խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել
Միգուցե այդ ձայնագրությունը կնպաստի, որ փոքրիկ Տիգրանիկը հնարավորինս շուտ հայտնաբերվի։ Եթե ես ինձ զանգահարելու եւ ինձ ինֆորմացիա տրամադրելու մասին չբարձրաձայնեի, ապա իրավապահ մարմինները դա կվերագրեին նրան, որ ես իբր թե հանցագործության դեպք եմ թաքցրել։ Ուստի ես ինձ զանգահարելու եւ ինձ ինֆորմացիա տրամադրելու մասին արդեն իսկ հայտնել եմ ոստիկանությանը։ Այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ ինձ հաղորդած տեղեկությունների բովանդակությունը հանրային ձևով հրապարակման ենթակա չեն։ Ես այդ տեղեկությունների մասին պատրաստ եմ հայտնել միայն ազգային անվտանգության ծառայությանը։ Ինձ անընդհատ գրում են եւ ինձ անհիմն մեղադրում են, թե ես ինչու չեմ ներկայանում ազգային անվտանգության ծառայություն կամ ոստիկանություն եւ ինչու չեմ ոստիկանությանը ներկայացնում վերը հիշատակված հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Մարդիկ առանց եղելությունն իմանալու հերթական անգամ անհիմն մեղադրում են ինձ։ Հատուկ տկարամիտների համար կրկնում եմ. այդ անձի կողմից ինձ զանգահարելուց եւ ինձ ինֆորմացիա տրամադրելուց հետո ես անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն եւ ոստիկանությանը տեղյակ եմ պահել ինձ հայտնած այդ ինֆորմացիայի բովանդակության մասին։ Ասեմ ավելին, ես ձայնագրել եմ նաեւ իմ կողմից ոստիկանություն ահազանգելը։ Այսինքն իմ կողմից ոստիկանություն կատարված իմ ահազանգի ձայնագրության միջոցով ապացուցվում է, որ ես ամենևին էլ հանցագործության դեպք չեմ թաքցրել եւ ես ոստիկանությանն անմիջապես հայտնել եմ իմ ունեցած տեղեկությունների մասին։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ հենց երեխայի շահերից է բխում, որ Ուրեմն շարունակում եմ ընդհատման պահից։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հենց երեխայի շահերից է բխում, որ երեխայի հարազատները չպետք է տեղեկանան այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ ինձ հայտնած այդ զարհուրելի ինֆորմացիայի բովանդակության մասին։ Եթե պարզվեց, որ այդ զարհուրելի ինֆորմացիան ճշմարտություն է, ապա հասարակությունը շատ խիստ անակնկալի կգա։ Նորից եմ կրկնում, այդ անձի կողմից ինձ զանգահարելու ժամանակ ինձ հայտնած տեղեկությունների բովանդակությունը հանրային ձևով հրապարակման ենթակա չէ։ Հավելեմ նաև, որ երբ որ պետության շահերն են շոշափվում եւ երբ որ պետությանը պետք է լինում, պետությունը շատ լավ էլ դիմում է եվրոպական պետություններին եւ պահանջում է տրամադրել արբանյակային նկարահանումները։ Օրինակ, երբ որ տարիներ առաջ այրվել էր Խոսրովի անտառը, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց եվրոպական պետություններին արբանյակային նկարահանումները տրամադրելու խնդրանքով։ Պարզապես քանի որ եվրոպական պետություններից արբանյակային նկարահանումները պահանջելը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ, այդ իսկ պատճառով էլ իմ կարծիքով, որպեսզի պետությունը բավականին մեծ գումարներ չծախսի, իմ կարծիքով հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի դիմում եվրոպական պետություններին արբանյակային նկարահանումները տրամադրելու պահանջով։ Վստահ եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեր եվրոպական պետություններին արբանյակային նկարահանումները տրամադրելու պահանջով, ապա դա անշուշտ կնպաստեր, որ բացահայտվեր փոքրիկ երեխայի առեղծվածային անհետացման իրական հանգամանքները։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այսքան ժամանակ, այսինքն երեխայի անհետանալուց ի վեր մինչ օրս ընկած ժամանակահատվածում երեխայի հարազատները նույնպես լրատվամիջոցներին տրված իրենց հարցազրույցներում երբևիցե այսպիսի հարց չեն բարձրացրել եւ երբևիցե պետությունից չեն պահանջել, ամենայն դեպս հրապարակայնորեն պետությունից չեն պահանջել, որպեսզի պետությունը եվրոպական, այսինքն Հայաստանի Հանրապետությունը եվրոպական պետություններից պահանջի արբանյակային նկարահանումները։
Չգիտեմ, վստահ եմ, որ երեխայի հարազատները հենց իրենք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվեր երեխայի առեղծվածային անհետացման հանգամանքները եւ ինձ մոտ արդեն հարցեր են առաջանում, թե երեխայի հարազատները ինչու չեն պետությունից պահանջում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի եվրոպական պետություններին, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ եվրոպական այլ պետություններից պահանջի արբանյակային նկարահանումները, որն անշուշտ կնպաստի այդ երեխայի անհետացման առեղծվածային հանգամանքների բացահայտմանը։ Ուստի ակնկալում եմ, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն իմ կողմից արծարծված այս ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ պատկան մարմինները անհապաղ միջոցներ կձեռնարկեն իմ այս տեսանյութում բարձրացված հրատապ լուծման կարիք ունեցող հարցերին հրատապ լուծում տալու ուղղությամբ։ Թերևս այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար եւ սրտի մեծ փափագով սպասում եմ, որ երեխան ողջ եւ առողջ հայտնաբերվի։ Տա Աստված, որ ինձ հայտնած ինֆորմացիաները հերքվեն, չհաստատվեն եւ տա Աստված, որ երեխային շուտապույտ կերպով հայտնաբերեն, ամենակարևորը ողջ եւ առողջ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։